Արդյոք կան ինչ-որ մտահոգություններ կամ հարցեր շուկաներում այս պահին, մենք տենց կիսամյակը մեկ կամ եռամսյակը մեկ նայում ենք ինչա տեղ ունենում շուկաներում, հանրային շուկաներում, արշարժույթի շուկաներ եւ այլն, եւ դրա տեսնում ենք ինչ ստատիստիկան ոնց առաջ գնում, շուկաները ոնց են աշխատել կամ տարբեր ներդրումային ակտիվները, ինչ առաջընթաց են ունեցել, որովհետեւ դե բոլորս ներդրողներ ենք, նաեւ պորտֆելի դիվերսիֆիկացումից ելնելով տարբեր ակտիվներում պետքա ներումներ անել ու ստեղ մի քանի հատ պատկեր ցույց տանք, թե կարճաժամկետ ինչա տեղ ունեցել, օրինակ 26-ի 2 եռամսյակի ընթացքում բավականին բարձր աճ տեղ ունեցել չգիտեմ տեխնոլոգիական արժեքների մեջ, այլ բաժնետոմսերի մեջ, հետաքրքիր նաև նա, որ միջազգային պարտատոմսերի գներն են ընկել, այս ոլորտը վերևը ստեղ ներկայացում եմ, սա ինֆլյացիայից հետո է եւ դոլարով, այսինքն ինֆլյացիան հանած նոմինալ թվերից ու տեսնում ենք, որ քանի որ ինֆլյացիան ինչ-որ չափով բարձրացել է, բայց նաև տոկոսադրույքներն են բարձրացել շուկաներում, ըստ դրա պարտատոմսերի գները ընկել են, միջազգային պարտատոմսերի համենայն դեպս հայկական ավանդները դոլարով, տես մոտ առապես մի տոկոսի եկամտաբերություն են ունեցել ռեալ, դա ինչ-որ չափով հետաքրքիր է, բայց մեր համար սովորաբար ինչ ենք մենք ուսումնասիրում, դա իհարկե այս երկարաժամկետ կտրվածքով եկամտաբերությունն է կամ ինդեքսներն են այս բաների ներդրումային ակտիվների, հա, ստեղ ունենք էլի մի քանի ներդրումային ակտիվ, նահաստակից սկսած մինչև հայկական արշարգույք, միջազգային պարտատոմսեր եւ այլն, եւ այս կտրվածքով տեսնում ենք ոնց են իրանք աշխատել էլի տարիների ընթացքում ինդեքսավորված ռեալ եկամտաբերություն եւ դոլարով, որ այդ ամենը համատելի լինի։ Եվ երրորդ բանը, որ մեր համար շատ կարևոր է, այս երկարաժամկետ թվերն են իհարկե, իրանց երկարաժամկետ միջին եկամտաբերությունը տարեկան եւ իհարկե ռիսկերը կապված նույն ակտիվների հետ, այսինքն ամեն մի ներդրումային ակտիվ ունի ռիսկ եկամտաբերություն եւ իհարկե շատ կարևոր է եւ հետաքրքիր նաեւ այդ կոռելացիաները, որպեսզի դիվերսիֆիկացիայի տեսանկյունից այդ ամենը տեսնենք ինչքանով է օգնում ու նաեւ ստեղ այդ կոռելացիաներն են ցույց տալիս Ընդհանուր առմամբ, եթե ասել ինչ-որ բան շատ մտահոգիչ այս բան չէ, ինչ-որ չափով արհեստական բանականության առևտրերի գներն են բարձրացել, ճիպերի գները վերջերս ինչ-որ չափով ընկել են, բայց նաև մի հարց կա դեֆիցիտները ԱՄՆ-ի, ինչքանով են բարձր, ինչքանով խնդրահարույց է դա, ոնց դրա ոնց է հարցը լուծվելու։ Մեր մասով քանի որ պատմությունից ելնելով շատ բաներ ենք ուսումնասիրել, տեսել, կարող ենք sense ասել, որ այդ պարտքերի մակարդակները, որ շատ երկրներում այս բան կան, ամենահերթ ձևը դրա լուծելու դա իհարկե ինֆլյացիան է, ոչ թե պարտքը վերադարձնել է։ Ու այդ առումով ինֆլյացիայի տեսանկյունից որոշ արժեքներ շատ ավելի լավ են աշխատում ինֆլյացիայի ժամանակ, որոշ արժեքներ գուցե այդքան էլ չէ։ Բաժնետոմսերը սովորաբար ակցիաները բավականին լավ արդյունքներ ունեն ինֆլյացիոն կոնտեքստներում, ոսկին եւս ինչ որ չափով արշարժույթը, բայց ամենավատ, այսինքն ակտիվ ինֆլյացիայի ժամանակ դա իհարկե պարտատոմսերը են, երկարաժամկետ պարտատոմսերը, որտեղ դու մենք 21 ֆիքսված եկամուտ, բայց այդ եկամտաբերության եկամուտի գնայողականությունը ընկնում է այդ ժամանակ եւ դրա պարտատոմսերը առանձնապես լավ ակտիվ չեն։ Սա իհարկե միջազգային տեսանկյունից Հայաստանում իր ինֆլյացիան կա, իր պարտատոմսերը, բայց միջազգային իմաստով կարող դա հաշվի առնել նաեւ։ Դե հարցեր կամ դիտարկումներ լինեն, իհարկե ուրախ կլենք կապի մեջ լինել, լավ օրենք մաղթում։